Բյուջեի հետ կապված։ Պարոն Հովակիմյան, այդ ասեցիք ձեր խնդրանքով ասել եք, որ այդ ծախսը տեղափոխվի 27-28 թվականներին։ Իսկ ճիշտ չեք համարում, որ այդ ծախսը լիներ 26 թվականին, որովհետև ինչքան շուտ կահավորվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը, այնքան լավ կպայքարեք ընտրակեղծարարների դեմ։ Չեք կարծում, եթե ձեր շենքային պայմանները ավելի լավ լիներ, դուք շատ ավելի շուտ կկանխեիք այդ բոլոր հանցագործությունները։ Շնորհակալություն։ Ձեր կարծիքը, պարոն Հովակիմյան։ Պարոն Նազարյան, շենքային պայմանները այս պարագայում ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման հետ կապված կարող եմ ասել, որ 90%-ով որևէ ազդեցություն չէին ունենա, այսինքն ընտրությունների կազմակերպման գործընթացի հետ եւ ընտրակեղծարարության դեմ ընտրակեղծարարներին պատասխանատվության ենթարկելու գործում դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի մանդատը չի, դա մեր իրավապահ գործընկերների մանդատն է եւ իմ գնահատմամբ այս ընտրություններում մեր իրավապահները շատ փայլուն են գործել։ Արձագանք եմ։ Կարելի է արձագանքել։ Այո, իհարկե։ Շնորհակալություն։ Պարոն Հովակիմյան, եթե դուք ասում եք, որ ընտրակեղծարարությունը ձեր ոլորտը չի, ճիշտ եմ ընկալում։ Ընտրակեղծարարության դեմ պայքարը, ընտրակեղծարարությունը կապ չունեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրական համակարգի հետ։ Ահա, շատ լավ։ Բաներ կա, պետք է իմանանք, որովհետև այս օրերին քննադատության հիմնական սլաք ասեմ, վեկտոր ասեմ, ուղղված էր դեպի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որ ինչու չեն կանխել փողաբաժանությունը, փողատվությունը, իսկ որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, ինչ մեխանիզմներ կամ օրենսդրական փոփոխություններ կառաջարկեք, որ հաջորդ ընտրություններում լինի համապատասխան թե տեղական նշանակության, որևէ մեկը չհամարձակվի փոխբաժանել եւ առավել եւս վերցնել։ Հանրազան ընտրական օրենսգրքի համաձայն ազգային ժողովի ընտրություններից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվետվությամբ դիմում է ազգային ժողովին։ Ես խոստանում եմ ձեզ, որ այ մեր ընտրություններից հետո, երբ որ հաշվետվությամբ մենք կդիմենք արդեն ընտրությունների ընդհանուր գնահատմամբ կդիմենք ազգային ժողովին, բոլոր խնդիրների, այդ թվում մեր պատկերացրած լուծումների մասին, այսպես ենք, ամենայն մանրամասնությամբ մենք խորհրդարանին կիրազեկենք ամեն ինչ խնդիրներ եղել եւ որ դեպքերին որ մենք պատկերացնում ենք նաեւ լուծում կառաջարկենք նաեւ հնարավոր լուծումները որպեսզի օրենսդիրը նաեւ այդ հնարավորությունը ունենա